Թվեր, փաստեր եւ ֆինանսներ ամփոփում ենք շաբաթը Banks News-ի հետ։ Այս ամռանը հանգստի կազմակերպումն առավել շահավետ կլինի Հայաստանի ներսում 2025-ի ապրիլին 2024-ի ապրիլի համեմատ ծառայությունների գները նվազել են 1.6%-ով, 6%-ով նվազել են նաեւ հայաստանյան հյուրանոցային ծառայությունների գները։ Փոխարենը միջազգային հանգստի կազմակերպման ծառայությունների գներն աճել են շուրջ 31%-ով։ Գնաճ է արձանագրվել նաև սպառողական շուկայում վիճակագրական կոմիտեի տվյալներով 2025-ի մայիսին 2024-ի մայիսի համեմատ հացի գինն աճել է 3.9%-ով, կարագինը 13.1%, սուրճինը 14.9%, շոկոլադինը 14.1%-ով։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով 2025-ի հունվար-ապրիլին Հայաստանում արտադրվել է 15.305.000 հատ սիգարետ։ 2024-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 59.9%-ով։ Իդեպ 2025-ի մայիսին 2024-ի մայիսի համեմատ ծխախոտի գներն աճել են 5.8%-ով։ Երկնիշ թվով անկում ունենք տնտեսական ցուցանիշներում 2025-ի ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ արտահանման եւ ներմուծման ծավալները նվազել են համապատասխանաբար 57.3 եւ 43.8%-ով։ 2025-ի առաջին երամսյակում Հայաստանում աշխատողների թվաքանակը կազմել է 775.910 մարդ։ 2024-ի առաջին երամսյակի համեմատ այս թիվն աճել է 5.4%-ով, նախորդ երամսյակի համեմատ նվազել 1.2%-ով։